Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես անչափ ուրախ եմ նախքան հյուրերից հրավիրել ասեմ, որտեղ բացառիկ հյուրեր են այսօր։ Առաջին անգամ իմ հաղորդաշարի մեջ երեխաներ են լինելու։ Իսկ թե ինչու, հիմա խոսենք դրա մասին։ Առաջինին ներկայացնեմ, շատ անուշիկ, շատ սիրունիկ մի աղջիկ, որի անունն է Օլիվիա Սեղպեյան։ Բարև ձեզ։ Բարև Օլիվիա։ Լավ, նստի։ Եվ երկրորդ իմ հյուրը սիրելի բարեկամներ, Աննա Չերկեսյան։ Նստի Աննա։ Երեխեք ջան, բարև ձեզ։ բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ եք դուք։ Լավ, ես այսօր ձեզ հատուկ հրավիրել եմ, որովհետև երևի դուք էլ չեք իմանում, թե ինչի համար եմ հրավիրել։ Որովհետև իմ հյուրը միշտ լինում են մեծ մարդիկ, մեծ դերասաններ, երգիչներ, երգչուհիներ, պարուհիներ, մեծ մարդիկ։ Բայց քանի որ այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, տոն է, ես որոշեցի, որ իմ հյուրը լինեն երեխաներ։ Ու ես այսօր շատ ուրախ եմ, որ դուք իմ հյուրն եք։ Դուք ուրախ եք։ Մենք է, այո։ Շատ։ Լավ, երեխեք ջան, ուրեմն սկսելու ենք հերթով պատասխանեք իմ հարցերին։ Նախ դու պատմի մի փոքր քո մասին, Աննա ջան։ Իմ անունս Աննա Չերկեսյան է։ Ահա։ Ես 11 տարեկան եմ։ Ես ապրում եմ Լոս Անջելեսում, բայց ես չեմ մոռանում իմ հզոր հայրենիքս։ Ապրես, շատ սիրուն խոսացիր։ Իսկ դու։ Իմ անունը Օլիվիա Սեգփեյան է, ես 9 տարեկան եմ ու ես ծնվել եմ Լոս Անջելես, ես գնում եմ ամերիկյան դպրոց, բայց ամեն շաբաթ ես գնում եմ հայկական դպրոց, որտեղ հայկականը իմ լեզուն է ու իմ ընտանիքիս լեզուն է։ Ապրեք, ես ինչ լավ եք խոսում։ Ինչքան հաճելի է, որ դուք այսօր իմ հյուրն եք։ Ուրեմն սովորում եք դու ամերիկյան դպրոցում, բայց հայերենն էլ անպայման դու էլ ամերիկյան դպրոցում ես սովորում։ Հա։ Ես հետո այնքան ուրախացա, որ իմացա, որ դու օրինակ 4 լեզվով խոսում ես։ Անգլերեն, հայերեն, իտալերեն եւ ռուսերեն։ Հետաքրքիր է, ոնց այսքան փոքր բալիկ ու այդքան մի անգամից 4 լեզվով խոսում ես, այդ ո՞նց է տեն ստացվում։ Դե, երբ որ ես նոր ծնվել էի, մաման իմ հետ միշտ ռուսերեն էր պարապում։ Հա, քանի որ մաման Ռուսաստանից է։ Հա, բայց ինքը հայ է։ Հա, գիտեմ։ Իմ մամաս ինքը շատ լավ մարդ է, ինքը ինձ շատ էր սովորացնում։ Ինձ հայերեն էլ է ինքը սովորացրել, բայց տատիկս ու պապաս շատ սովորացրել են ինձ հայերեն։ Ու երբ որ ես արդեն մեծացա, գնացի դպրոց, իմ դպրոցական լեզուն էդի անգլերենն է։ Հա, բարձր։ Դու էր տանը բոլորը հայերեն եք խոսում, թե անգլերեն։ Մեկ հայերեն ու անգլերեն։ Հա։ Որտեվ ես դասեր ունեմ, մեկ ես հայերեն չեմ հասկանում ինչ են ասում իր like դասերը, so պապաս ասում է ինձ անգլերեն, որ ես հասկանամ։ Ձեր դասանում ունակ շատ կան, Աննա ջան, հայեր։ Շատ, ու ես շատ ուրախ եմ, որտեվ երբ որ մենք Գլենդելում ենք ապրում, ըստ է Լոս Անջելեսում այդքան շատ հայ չկա, ոնց Հայաստանում։ Բարձր։ Դու էլ հա կան, հայեր կան ձեր դասանում։ Մի քիչ իմ ընկերներս Հարութը, Արիանան, Դայանան ու Դավիթը։ Դավիթ, հա։ Ու շփում եք իրար հետ շատ եք շփում, ընկերություն անում եք։ Այո, զանգում, խաղում։ Այքո հայրիկը իմ լավ ընկերն է։ Այո։ Եվ նաև մեր ամնայից ընտանիքը, ձեր քո մամայի, պապայի ընտանիքը, իմ ընկերներն են բոլորը։ Պապա շատ լավ դերասան է քո, շատ ճանաչված, շատ սիրված դերասան է եւ Հայաստանում եւ այստեղ դերասան կինոների, սերիալների մասնակցել է, նկարահանվել է ու շատ բարձր մակարդակով Դավիթ Սեղպեյան։ Այո, ամեն անգամ որ մենք դպրոց են գնում, գիմնաստիկս են գնում կամ պարի են գնում, ես պապայից երգն եմ դնում, երգում եմ։ Շատ եմ սիրում իր երգերը, շատ լավ գրել է։ Շատ լավ երգում է, շատ լավ գիտարով նվագում ու երգում է։ Լավ։ Սպորտով զբաղվում եք երեխեք։ Հա։ Այո։ Օրինակ դու սպորտով ես զբաղվում։ Օրինակ։ Դե ես զբաղվում եմ լատինա-ամերիկան պարեր։ Այո։ Համել պիանո, դաշնամուր։ Դաշնամուր։ Հա։
ու ես շատ սիրում եմ երգել ու զանգակներ։ Ես գնում եմ զանգակներ։ Զանգակներ երգչախումբ, հա, մանկական երգչախումբ։ Հա, ու երբ որ ես փոքր էի, ես գնում էի ֆիգուրնե կատանյա։ Հա։ Ու ես գնում էի շախմատ խաղալու։ Հա, շատ լավ։ Իսկ դու բարել երգել ո՞նց ես։ Լավ եմ, ես շատ եմ սիրում լողանամ։ Լողի Բարեմ։ ես գնում։ No, չի գնում, բայց ես արդեն գիտեմ ոնց լողանամ, բայց շատ եմ սիրում լողանամ, տատիկներս տանում է։ Ու բասկետբոլ դպրոցում նենց եմ խաղում, որ team area-նա ու վոլեյբոլ շատ լավ սպորտ է։ Սիրում ես ապրես։ Դաշնամուր է։ Հələ մի հատ ասա, երեք ինչ թանկ բան ունես, շատ ինչ կա քո համար, որ շատ թանկ աշխարհում ոչ մի բանի հետ դու չես փոխի, դա ի՞նչն է։ Իմ ընտանիքս ամենաառաջինը, հետո իմ առողջությունը, դա բոլորին կարևոր բանն է, ու իմ հզոր հայրենիքս։ Այդ քո թանկ բաներն են, մենակ քո առողջությունը չէ, ձեր ընտանիքի առողջությունը, բոլորի առողջությունը, ճիշտ է։ Իսկ դու ինչ երեք թանկ բան ունես։ Առաջինը իմ ընտանիքը, դա պերկա, մեր ընտանիքն է, հետո իմ ընկերները, հետո Հայաստանը, որտեղ դա իմ լեզուն է ու իմ ընտանիքից լեզուն է ու պերկա մեզ հայոցը։ Ապրես, գնում եք Հայաստանում լինում եք։ Այո։ Հա, Շատ ես գնացել։ 2 անգամ այս տարի գնում եմ։ Նորից շատ ես սիրում Հայաստանը։ Շատ, իրանց ռեստորանները շատ եմ սիրում ու ոնց մաման միշտ ասում է, ջիգարով հացը։ Իսկ դու 2 անգամ իրան նման, բայց ամենաշատը սիրել եմ այդ ջուրը, շատ համով ջուր է, պուլակը, որտեղ փողոցներում ջուրը կա, այո, առանց փողի։ որտեղ ոչ մի տեղ չկա, մենակ Հայաստանում everywhere։ Ասեմ ինչի, որտեղ որ ես փոքր էի, պապաս ես ապերս մենք գնում էինք դուրս։ Հետո մենք անընդհատ պուլակ էինք տեսնում, ես այդ գնում էի խմում։ Պապայից չէի լսում, ոչ մի բան չէի անում, մենակ ջուրն էի խմում, արո։ Տեսնում եք ինչ համով ջուր է, չէ Հայաստանի ջուրը։ Այո։ Ու փողով չես առնում այդ ջուրը։ Չէ, Փողոցներում պետք չի։ կողոզմա ինչ կա։ Կարանք խաղանք, կարանք, բայց ամենաշատ լավը հացն է, լավաշը, որտեղ լավաշը իմ նենց սիրածն է, դա իմ առաջին հացն է։ Դու էլ ես շատ սիրում լավաշը։ Հետո դուք զգացել եք երեխեք, որ այնտեղ ստեղ շատ համով բաներ կան, Այո, բարձա այո։ շատ։ Բայց Ես շատ Հայաստանում- սիրում եմ ստեղի, շատ տարբեր խոհանոցներ կան, շատ հետաքրքիր։ Սուշի եմ շատ սիրում։ Oh my god։ Oh my god։ Կարող ենք ամեն ինչ սիրում ենք։ Դե ես Բայց ամեն ինչ սիրում եմ բայց ուտել։ զգացիք, որ Հայաստանի կերակուրները ինչ համով են։ Այո, շատ։ Տեղի ամեն ինչը տարբերվում է։ Ես Պոմիդորը Հայաստանի, Oh բարոնկը։ my god։ Շատ համով է։ Ուրեմն այս տարի դու երբ ես գնալու նորից։ Չեմ գնալու։ Ես 2 անգամ գնացել եմ, բայց ես փոքր էի, չէի հիշում, բայց երկրորդ անգամ ամեն ինչ հիշում եմ, բայց չեմ գնալու։ Ինչի՞ այս տարի չեք գնալու։ Չգիտեմ։ Կարող ուշ գնանք 9-10, չգիտեմ։ Ոնց որ հայրիկդ, մայրիկդ կորոշեն։ Հա, բայց ես շատ եմ ուզում գնամ, ուզում եմ գնամ, էլի ջուրը խմեմ։ Շատ համով էր այդ ջուրը։ Երեխեք նայեք, այսօր ասեցի, չէ՞ որ ամբողջ աշխարհի երեխաների պաշտպանության օրն է։ Միջազգային։ Ինչ կմաղթեք, ձեր տարիքի երեխաներին ինչ եք ցանկանում, որ ինչպիսին լինեն իրանք։ Օրինակ դու սկսենք քեզնից Աննա։ Ես բոլոր երեխեքին ուզում եմ ասեմ, որ պետք չի վախենալ մի հատ նոր բան սկսել անել, թե փորձել։ Փորձեք, չեղավ ոչինչ, մի հատ ուրիշ բան փորձեք, բայց եթե եղավ, բրավո ձեզ, բայց միշտ փորձեք ու ձեր ուժեղ մասը գտեք։ Իսկ դու ինչ ես ցանկանում իրանք, որ առողջ լինեն, մեծանան, լավ արժանի երեխաներ լինեն, մարդիկ դառնան իրենց ազգի իրենց ժողովրդի համար։ Դու ինչ ես ցանկանում։ Որ բոլոր երեխեքը առողջ մնան, Այո։ լավ մարդեր մեծանան ու ոչ մի երեխեք սոված չնեն, որտեվ ես ու տատիկս գնում ենք խանութ ու մենք տեսնում ենք պապան նվագում է, աղջիկը նստածա ու շատ սոված է, սո մենք գնում ենք խանութի մոտ, քուք ենք անում ու իրանց ենք տարի, որտեվ շատ լավ պապայա ու աղջիկա։ Եղավ, երեխեք ջան, ուրեմն մեր այս հարցազրույցի 3 մասից է կազմված, առաջին մասը վերջացրենք։ Հիմա մի հատ ընդմիջում կտանք, հետո նորից կշարունակենք, եղավ։ Այո։
Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, այս հրաշք երեխաների հետ դուք արդեն լսեցիք, թե ինչքան հայ են մեծանում օտար երկրում ծնվելով ու մեծանալով, ինչքան լավն են, ինչքան հայեցի, ինչքան հայավարի են մտածում ու խոսում։ Գովազդը ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս իմ շատ սիրելի բալիկների հետ, ուրեմն Օլիվիայի եւ Աննայի հետ։ Աննա ջան, ես գիտեմ, որ դու նոր ես սկսել, բայց Instagram-ում արդեն էջ ունես, հա։ Իսկ շատ ունես, դիտորդներ շատ ունես։ Դե վիդեոներ շատ ունեմ, view-ներ շատ ունեմ, բայց subscription-ները հələ նոր են արդեն բարձանում 252, բայց արդեն ուրախանում եմ, որ բարձանում են ամեն մի օրից։ Իսկ դու ունես, էջ ունես։ Instagram-ում չէ, բայց Snapchat-ում, հա, բայց այդքան չեմ post-անում։ Հիմա կասեք, թե ամեն մեկը ձեր սիրած երգիչն ու երգչուհին ուներ, չէ՞։ Այո։ Օրինակ քո սիրած երգիչը ով է, երգիչը տղա։ Դե տղա։ Տղամարդ էլի, երգիչը, տղա երգիչ, հետո աղջիկի երգիչ։ Դե կարամ աղջիկին առաջին ասեմ։ Ինչ։ Աղջիկին առաջին ասեմ։ Հա։ Տաթև Ասատրյան Ահա։ ու Արկադի Դոմիկյան։ Իրանց ես շատ սիրում, իսկ դու։ Իմ պապայիս, թաթային ու տատևին։ Տաթևին, Այո։ Ասատրյան։ Լավ, որ երկուսդ էլ սիրում եք։ Օրինակ ես գիտեմ, որ դու լավ երգում ես։ Դե դու զանգակ չէ, զանգակա կոչվում ձեր։ Զանգակներ։ Զանգակներ։ Երգում ես այնտեղ։ Դու կարող եթե Տաթևին այդքան սիրում ես, իր կատարած երգերից որևէ մեկը կարող ես մեզ համար հիմա երգես։ Տուն իմ հայրենի։ Դու իմ հայրը։ Դեսենք։ Այո։ Գնացինք։ Կարոտել եմ տուն իմ հայրենի, դու ամրոցն ես հզոր հայրերի, դու մատուրն ես, դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք ահոթում եմ Աստված պահպանի։ Դու մատուրն ես, դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք ահոթում եմ Աստված պահպանի։ Օտարություն իմ կամքից անկախ, հայի ոգով ապրում եմ անվախ, ես կդառնամ ու իմ գիրքը քեզ կառնեմ, կփարվեմ, վախենում եմ կարոտս չառնեմ։ Ես կդառնամ ու իմ գիրքը քեզ կառնեմ, կփարվեմ, վախենում եմ կարոտս չառնեմ։ Քեզ խլեն են, թալանել են, կալանել են, քո վանքերը ավիրել են տուն իմ հայրենի, խաչքարերը տարցույկներով կլվանամ, ահաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնամ, խաչքարերը տարցույկներով կլվանամ, ահաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնամ։ Բրավո, բրավո, ես Օլիվիան քեզ ապարում ենք ու հաջողություն եմ ցանկանում։ Ես համոզված եմ, որ Տաթև Ասատրյանը այս քո կատարումը լսի շատ քեզ սիրելու է։ Ինքը շուտով գալու է Միացյալ Նահանգներ, էլի Լոս Անջելես, անպայման ես կաշխատեմ, որ դու իր հետ հանդիպես ու այդ երգը երգես։ Եղավ։ Եվ Այսօր ուզում եմ անպայման այն երեխաների հետ ինչ գործ են անում, նրանք ներկայացումներ են խաղում, ֆիլմեր են նկարվում իմ մոտ, հանդեսներ են ելույթ ունեն, տոնածառի երեկոներին են իրանք խաղում շատ լավ։ Արեք մեր երեխաների նկարած այդ մանրապատումներից կուզեք նայենք հիմա իրար հետ։ Գնացինք, հիմա նայենք, տեսեք ինչ են անում։
Կարծես թե դարձել եմ ես տուն։ Բոլորն առաջվանն է կրկին։ Նորից դու ինտեղ նստում, շարժում ես լիկը մեր հին։ Ապրես Ջորջ, նստի։ Լևոն, տեսնեմ դու սովորել ես։ Սուքված զարդարված թավիշ կանաչով, ցոլում է դաշտը ոսկե ճաճանչով, սիրուն մայիսը գոհար է մաղել, ծաղկանց թերթերը շողել ու շաղել։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, կարելի է։ Արամը անցյալ օրը ինչի չէր եկել դասի։ Տատիկս էր մահացել, պարոն Ղազարյան։ Մահացավ, հա։ Ցավակցում եմ Արամը ջան։ Մերսի։ Ողորմի իրան, մամային, պապային իմ կողմից կցավակցես։ Անցի նստի։ Արամը մի րոպե։ Հա, պարոն Ղազարյան։ Արամը լավ չես հաճախում։ Ուրբաթ օրը ինչի չէր եկել դասի։ Տատիկս էր մահացել։ Մահացավ, հա, վերջը։ Ցավակցում եմ Արամե ջան։ Ողորմի իրան, Աստված հոգին լուսավորի։ Մամային, պապային իմ կողմից կհաղորդես իմ ցավակցությունները։ Շնորհակալություն։ Անցի դասը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Ես դու դպրոցը լրիվ մոռացել ես, հա։ Այդ այսօր ես դու։ Տատիկս էր մահացել։ Ողորմի ոնց տատիկ սեր մահացել։ Այդ երկու տատիկ արդեն թաղել ենք։ Այդ քանի տատ ունես։ 7։ Ոնց 7։ Ես ինչ մեղք ունեմ, որ պապս 7 անգամ ամուսնացել է։ Այսօր են 4 հատ էլ տատ ունենք, հա։ Չէ, Հա, 5։ չի։ Շաբաթ օրը գնում ենք պապուս նոր տատի ուզելու։ Բարես դու տատի կոլեկցիոներ ես այդտեղ։ Լավեր երեխեք, հավանեցիք լավներ։ Մեծափարենք երեխաներին։ Լավ, եկեք մեկ անգամ եւս բոլորը շնորհավորենք աշխարհի բոլոր երեխաներին։ Ցանկանանք, որ իրանք առողջ լինեն, երջանիկ լինեն, ինչ ազգի երեխա ուսման լինի, երեխան մնում է երեխա, թող նրան մեծանան, լավ մարդիկ դառնան, օգտակար լինեն իրեն ժողովրդին, իրանց ազգին եւ իրանց ծնողների բոլոր նպատակներն ու մուրացները կատարեն։ Եկեք շնորհավորենք ու ասենք առողջ լինեք, աշխարհի երեխաներ, առողջ լինեք, երջանիկ լինեք եւ լավ մարդ դառնաք եւ երբեք դուք պատերազմ ու կռիվ չտեսնեք, դուք ապրեք խաղաղ երկնքի տակ ու սիրեք կյանքը այնպես ինչպես որ կա։ Շնորհավոր ձեր տոնը, սիրո բալիկներ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը եւ ես շարունակում եմ իմ զրույցը այս հրաշք երեխաների հետ։ Շատ տաղանդավոր իրենց ազգը, լեզուն, հայրենիքը սիրող երեխաների հետ։ Երեխաներ ջան, լավ, ես գիտեմ, որ դու Օլիվիա։ Օրինակ դու մեծանաս ինչ ես դառնալու լավ։ Ես բժիշկ եմ դառնալու, որտեղ ես ուզում եմ մարդերին բուժեմ ու իր լավ հիվանդ չնեն, այո։ Որ բոլոր առողջ լինեն եւ չհիվանդանան։ Իսկ դու ինչ ես ուզում դառնալ։ Լոյեր դառնամ։ Լոյեր ես ուզում, փաստաբան։ Հա, շատ լավ է։ Ես գիտեմ նաեւ, որ դու Օլիվիա շատ ես սիրում կենթանիներ։ Ինչ կենթանիներ եք ունեցել տանը։ Մենք ունեցել ենք guinea pig, ունեցել ենք Ծովախոզուկներ։ այո, ծովակի, հա, ունեցել ենք birds, Հայերեն չգիտես դա ոնց է կոչվում։ տիտիկներ, այո, գիտեմ, հա, տիտիկներ, թութակներ։ Հետո ունեցել ենք Շուն, հա, շուն, հիմա կատուներ ունենք։ այո, երկու հատ կատուներ ունենք։ Հիմա մի հատ էլ ես դու ուզում, չէ։ Էլի եմ ուզում։ Երկու հատ ունեմ, բայց էլի եմ ուզում։ Ուզում եմ երեքան տնի, շատ եմ սիրում ես Հայրիկիդ կատուներ։ ասել ես ինքը ասում է հերիք, հա։ Չեմ ասել հələ, բայց երբ տուն գնամ, կասեմ։ Իսկ դու կենթանի սիրում ես։ Շատ։ Ունեք դուք։ Դե երբ որ փոքրեի, papas ուներ մի հատ German Shepherd։ Իսկ հիմա չունեք։ Իսկ ուզում ես։ Հա։ Ասել ես papayin։ Հա, մենք ինչ կարող ասել։ ենք։ Հա։
Մենք հեսա մի տարից կանենք։ Հա։ Դու կարաս մի հատ այնպես դեպ պատմես, որ քո հետ ա եղել ու ծիծաղալի լինի, կարող ես, տես բան կա։ Ասենք գնացել եք խանութ, կամ գնացել եք մի հատ համերգի, կամ չգիտեմ մի օր փողոցում պատահեց մի հատ ծիծաղ, կամ դպրոցում ծիծաղելի մի հատ պատմություն եղավ, կա տես բան։ Դե հա։ Լե պատմի։ Ոչ մեկին չեմ ասի, այսքան Բայց իսկին։ կարա իմ մասին լինի, թե կարա Կարող է մասին, քո մասին էլ կարող է լինի եւ ուրիշի մասին ծիծաղելի թե։ Պապայի մասին կասեմ։ Պապայի մասին էլ պատմի։ Okay, գնացել ենք Mammoth Lake ու գնում ենք skiing։ Ու գնացել է իմ քույրիկս ու մամաս, գնացել են որ skiing անեն, ես էլ իմ աղբորս հետ գնացել ենք ուրիշ տրասա, մի քիչ ավելի բուժումների մասը, հա։ Ու հետո պապաս հարցնում է քույրիկին, ո՞րն է կանաչի տրասայից հետո։ Ինքն էլ ասում է սևը։ Գնում են սևի վրա։ Թե չէ, կապույտներ, հա։ Մենք էլ կանաչի վրա ենք, ինքն էլ կանաչի չի գնացել, ասում է կապույտը գնանք։ Որտեվ մաման ու քույրիկս արդեն գիտեն ոնց է դիանեն, քշել են նորմալ, պապա ասել քշմա մի հատ անդա մի հատ քշեց, ինչ չարեց։ Ընկավ շլեմը, ընկավ իրա բաները ընկան, կոշիկները ընկան, ամեն ինչը ճղված ու այդպես պարկած է։ Իրանք էլ այնտեղ խնդում են ու արդեն չեն կարող։ Դու ունես թե ծիծաղալի։ Այո, ապերիս մասին է։ Սա տատիկս, երկու տատիկներս ու ես ու ապերս մենք գնացել էինք խանութ, Target-ում էինք գնացել։ Մենք խաղալիքներ էինք ուզում։ Ես ուզում էի Lego եմ ուզում հավաքեմ, գիտես։ Նայ, ապերս ինձ tag արեց։ Ես ասացի, բայց դու չասեցի մենք խաղ չենք խաղում։ Ինքն ասեց, բայց հիմա խաղում ենք, պետք չի ասեմ։ Ես իրան վազում եմ երբնիր, ապերը կոշիկը ինքը վազում է, չէ։ Չէ, վազում էր, հետո կոշիկը ընկավ գեդինը, նենց ենք ծիծաղում, նենց ծիծաղալու էր, երկու տատիկներս նենց ենք ծիծաղում, բայց իրան բեռնեցի, հիմա իմ հերթներ, այո։ Դուք եկյատներ սիրում եք երեխաներ։ Այո։ Ունա քո ամենասիրած եկյատը ո՞րն է։ Ես պուճուր էի, այդ գայլը ուտումա անունը մոռացել եմ, որտեվ պուճու ժամանակ շատ էի սիրում, բայց հələ սիրում եմ։ Կարմիր։ Հա, կարմիր գլխարկը։ այո։ Իսկ դու։ Շատ էի սիրում։ Նույն բանը։ Նույն բանը, վել ես կարմիր գլխարկս։ Oh my god։ Երեխեք ջան, ճիշտ ասած ես որ ձեզ հրավիրեցի այս հաղորդմանը, մի քիչ վախ կար մեջս, ասում էի հանկարծ չկարողանան խոսալ, հանկարծ ճիշտ չկարողանան խոսալ, ճիշտ չասեն, ճիշտ չպատմեն, ճիշտ չներկայացնեն ու վախ կար մեջս։ Կհավատաք ամբողջ գիշեր մտածում էի, տեսնես ոնց կանցնի այդ զրույցը, ոնց կանցնի մեր հաղորդումը։ Որտեվ ամեն դեպքում դուք ստեղ եք ծնվել, մեծացեք, այս ամեն ինչին դուք սովորեք, ծանոթ եք, մի քիչ հեռու եք են Հայաստանից, հայկական բաներից, բայց ես այնքան գոհ եմ ձեզանից, որ դուք այնքան սիրուն ներկայացրեցիք ամեն ինչ, դու այնքան խելոք էիք պատասխանում իմ հարցերին, որ ես կուզենամ ձեզ էլի հրավիրեմ այս հաղորդմանը, նստենք, ասենք, խոսանք, թող ժողովուրդն նայի ուրախանա։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ լավ համով զրույցի համար։ Այդ գեղեցիկ ու խելացի պատասխանների համար։ Մենք Քենեթ փողոցը գիտենք, չէ՞, Գլենդել։ Հա։ Քենեթ փողոցում մի լավ խանութ կա, ծաղկի Քենեթ Village կոչվում է, ծաղկի խանութը, իրանք մեր հետ համագործակիցն են, մեր հետ գործակցում են։ Եվ նրանք անպայման միշտ նվերներ են ուղարկում մեր հյուրերին, ես էլ հանձնում եմ սիրով։ Հիմա այս միշտ ծաղիկներ են իրանք գեղեցիկ սարքում ուղարկում։ Այս անգամ իրանք տարբեր տեղերի ծաղիկ շոկոլադներ են ստանում, կոնֆետներ ու շատ համով են։ Այս անգամ ձեզ կոնֆետներ են, քանի որ փոքր եք դուք, ասի ծաղիկներ չտան, կոնֆետ բերենք։ Ես ուզում եմ նրանց նվիրած կոնֆետներ այս սիրուն սուբկաներով նվիրել ձեզ ու ասել ձեզ շնորհակալություն, մինչ որ հանդիպում կհանդիպենք էլի իրար հետ։ Եղավ։ Դե լավ, եկեք։ Ահա, այս մեկը քեզ, այս մեկն էլ քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եկեք հիմա, գնացեք։ Մինչ որ հանդիպում, հաջողություն։ Դե ինչ, սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրերն էին Օլիվիան եւ մեկ էլ Աննան։
շատ հաճելի, շատ հետաքրքիր ինձ թվում է զրույց եղավ։ Հաջողություն մաղթենք նրանց, երջանիկ մեծանան, լավ բալիկներ դառնան։ Ասում են ամեն մի երեխա իր ընտանիքի հայելին է, սիրելի ծնողներ։ Միշտ մաքուր ու փայլու բայեք այդ հայելիները։ Այսքան բան սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Ես ինչ լավ տղա ես դու, ես ինչ համով տղա ես, ես ինչ սիրուն տղա ես, մազերի քույնը, դու ինչ լավ տղա ես դու, անունդ ի՞նչ է տղա ջան։ Դավիթ։ Դավիթ գիտես ինչ անուն է, աշխարհի ամենալավ անունն է Դավիթ, Սասունցի Դավիթ, դու լսել ես Սասունցի Դավիթի մասին։ Լավ, ես քեզ կպատմեմ։ Շատ լավ անուն է քո անունը, Դավիթ ջան։ Ում անունն են դրել։ Գևոր պապիկիս։ Օլիվիա։ Աննա։ Հələ մի հատ է թերախոսներն անջատեք։ Հերիք եղավ, փոլ եղավ։ Մի օր ես կարող եմ ձեր հետ մարտավարի խոսամ։ Առավոտից իրիկուն մտնում եք ես հերախոսի մեջ ու դուրս չեք գալիս։ Պապի, դու iPad գիտես ինչա։ iPad։ Չէ, Բա դու ինտերնետ գիտես ինչա։ ինտերնետ։ Չէ։ Պապի, դու գիտես Facebook-ը ինչա։ Դե դες լսել եմ։ Բայց չգիտեմ ինչա։ Պապի, բայց դու Instagram գիտես ինչա։ Դե երեխեք ջան, մեր ժամանակը դες բաներ չէ, չգիտեմ։ Պապի, դու դինոզավր տեսել ես։ Հա, ճիշտ է, դինոզավր տեսել ես։